Ապրիլի 11-12-ին Թուրքիայի Անտալիա քաղաքում տեղի էր ունենում դիվանագիտական ֆորում, որին մասնակցում էր պատվիրակություն նաև Հայաստանից Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Նախ հայտարարվեց, որ հանդիպել են բանագնացները Ռուբինյանն ու Սերդար Քլչը։ Ռուբինյանը գրում է. դրական հանդիպում է եղել։ Քլչը ասում է, որևէ նոր բան, դրական բան չեմ կարող ասել, առաջընթաց չկա։ Բայց լավ հանդիպումը ո՞րն է։ Թուրքական կողմն ասում է, ոչ բանակցություն կա, ոչ կարգավորման գործընթաց, ուղղակի Ռուբինյանի հետ քիմիա ունենք, իրար հասկանում ենք։ Ավելի քան 3 տարի առաջ 22 թվականին հայ ու թուրք բանագնացները առաջին անգամ հանդիպեցին ու բացի քիմիան արձանագրելուց պայմանավորվեցին ամենասեղմ ժամկետներում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ 3 տարի այդ ամենասեղմ ժամկետը չի ավարտվել։ Դեռ 2022 թվականին թուրքական հուրիեթը գրել էր, որ մենակ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլչը մի 500 անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Հիմա պատկերացնում եք բանագնացները, նախարարները, փոխնախարարները, վարչապետ, նախագահը քանի հազար անգամ են շփում ունեցել։ Զրո արդյունք։